Ողջույն բարեկամներ, նախ շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ ձեր ակտիվ տարածելու համար, գրեք ձեր հարցերը, եթե ունեք, ես ընթացքում, եթե նկատել եք, շատ կրկնվող հարցերին անպայման անդրադառնում եմ։ Իսկ ես հաղորդումը ուզում սկսել մեծն Սևակի խոսքերով։ Վախենում եմ ես թույլերից, այդ նրանք են ամենից շատ ստորություն անում կյանքում։ Անառարկելի ճշմարտությունը, իսկ ես հակառակ կողմից եմ ուզում գա, հա, որ ստորություն անում են բացառապես թույլերը։ Սա շատ կարևոր է իմանալ, որովհետև մենք հիմա ապրում ենք այնպիսի շրջանում, որ համատարած ստորությունը մեր նկատմամբ, երկրի նկատմամբ, անհատական հարաբերությունների մեջ, ստորության պակաս չունենք, չէ՞։ Դրա նկատմամբ մեզ զայրույթը, արդարացի, ընդվզումը, ոչ երբեմն ընկճումը, որպեսզի կանխենք, պետք է հասկանալ, որ դա անում են բացառապես թույլերը։ Եթե զգում եք մեկը ձեր նկատմամբ, ձեր հայրենիքի նկատմամբ կամ ինչ-որ մեկի նկատմամբ ստորություն անում, դուք ձեր դիմացը տեսնում եք թույլ, իսկ Նժդեհն ասում էր, թույլը բնությունից նաև դավաճան է։ Ստոր, դավաճան, պատկերացրեք թույլությունը ինչքան բաներ ունի իր մեջ նեգատիվ։ Այնպես որ նեղվելու փոխարեն ես կասեի շնորհակալություն պետք է հայտնել այդ մարդկանց ինքնաարտահայտվելու եւ ինքնաբացահայտվելու համար եւ մաքրել, ֆիլտրել միջավայրը մեր իսկ անվտանգության եւ առողջության համար։ Դա նաեւ պետք է մեր երկրին։ Չէ որ արժևում ոնց ուզում լինի, մենք ինչ որ մեկին պետքա ձայն տանք, համակրենք, աջակցենք, չէ՞։ Մենք այս հանգամանքները պետքա անպայման հաշվի առնենք։ Եթե մեկից երբևէ, մի սխալ բան ենք տեսել, մենք ուղղակի իրավունք չունենք նրան ոչ աջակցելու, ոչ հնարավորություն տալու, որ իր ստորության թեկուզ փոքր թուլությունների մասշտաբները իշխանություն ունենալով դրանք մեծացնի, որովհետև իշխանությունն ու փողը մարդուն չեն փոխում։ Ոչ, ուղղակի ուժեղացնում են նրանց կարողությունները։ Եթե նրանց կարողությունը ստորության մեջ էր, փոքրիկ, դրանք մեծանում են։ Նրանց կարողությունը, հակվածությունը արդարության մեջ էր, բարեգործության մեջ էր, դրանք ուժեղանում են։ Դրա համար էլ մենք հարուստների մեջ, ոչ միայն Հայաստանում, աշխարհի մեջ աշխարհում են։ Ունենք հարուստներ, որոնք անմնացորդ իրենց նվիրած են բարեգործության, եւ գիտենք հարուստներ, որ իրենց փողերը ծառայում են բացառապես չարի։ Այն ինչ որ մենք հայկական իրականության մեջ ենք շատ հաճախ տեսնում։ Այնպես որ Սևակի խոսքերը երկու կողմանի ճշմարտություն են, հա, որ փույլերը հակված են ստորության եւ հակառակ ստորություն անում են բացառապես թույլերը, որովհետեւ ուժեղ մարդը նման բանի ունակ չի գնա։ Չի գնա շատ բաց պատճառով։ Նախ իրան դա պետք չի, երկրորդ էլ ինքը եթե ուզում է մեկին ինչ որ իրոք վնաս տա, նա այլ միջոցներ ունի ստորությունից բացի։ Եվ ի վերջո եւ նկատել եք նույնիսկ մեծ կենդանիները, ուժեղ կենդանիները ավելի մեծահոգի են։ Դա նաեւ մարդկանց մեջ է։ Մեծահոգությունը հատուկ է հիմնականում ուժեղ մարդկանց։ Եվ այսպես, այսօր շատ հետաքրքիր բան է եղել, ես պետք է ասեմ, Ադրբեջանը վերցրել ու կրակում է իր ոտքերին։ Ես գիտեմ, որ այս հոդվածից շատերն են նեղված, բայց սա կարող եմ ասել ինչ է, սա Ադրբեջանի Ալիևի ճակերտավոր ասած սահմանած քաղաքակրթության վերջն է։ Ինչի մը բացատրեմ։ Ադրբեջանցու համար ինքը լուրջ խնդիրներ է ստեղծում։ Լուրջ, տեսեք, քրիստոնեության մասին միջազգային գիտաժողով առանց Հայաստանի։ Վատիկանում անցկացնում է Ադրբեջանը, որ ապացուցի, որ այն ինչ որ կա Ադրբեջանում, իր ասած Ադրբեջանում, հա, Արցախում, դա ադրբեջանական է։ Քրիստոնեական ժառանգությունը դա ադրբեջանական է։ Տեսեք, ադրբեջանցին իր մեջ մեծ խնդիր ունի արդեն ինքնաճանաչման հետ կապված։ Հա, իդենտիֆիկացիայի հետ խնդիր ունի։ Ով է նա, թաթարա, իրանցիա, թուրքա, ով է ինքը։ Այդ չեմ ասում, դե կան նաև ազգային փոքրամասնություններ։ Հիմա Ալիևը, որպեսզի արդարացնի իր հանցագործությունները, ամբողջ քրիստոնեական ժառանգությունը սեփականաշնորհում։ Եվ ասում է, որ ադրբեջանցի, ուրեմն այ դու ոչ իրանցի ես, հա, այսինքն
Եթե իրանցի ես, նշանակում է կրոնափոխ ես, հա, ոչ թաթար ես, ոչ թուրք ես, դու հայ ես, դու քրիստոնյա ես, դուք պատկերացեք ինչ կլիներ Ադրբեջանի վիճակը, ասենք, եթե մենք ունենայինք պետություն, հա, ու մոտավորապես այսպիսի մի բան հայտարարության հանդես գար, ինչը որ կարող անի մեր եկեղեցին, ուղղակի հուշում եմ, դուք կարող եք ինձ խմբագրել, եթե ձեզ թույլ եմ տալի, հայտարարությամբ հանդես գալ ի պատասխան այս համաժողովին, որին Հայաստանը հրավիրված չի։ Այո, դարեր ի վեր քրիստոնյաները, հայերը հալածվել են եւ ենթարկվել են կրոնափոխության։ Այո, մահմեդականացել են, իսլամացրել են նրանց դարերով 301 թվականից։ Սկսած երբ որ ընդունվեց քրիստոնեությունը, հա, դրանից հետո արաբական արշավանքներն էին, հետո մողոլական արշավանքներն էին, հետո օսմաններն էին եւ այլն, հա։ Մի հատ sense մեծ հոդված։ Կոչ հենց այդ համաժողովին, բոլոր լեզուներով։ Այո, ժողովուրդները, որոնք ստեղծել են այս ժառանգությունը, մշակութային ժառանգությունը, այո, դրանք կրոնափոխ են եղել։ Մի մասը կրոնափոխարը, ինչպես ցեղասպանության ժամանակ 1915 թվականին, որովհետև փրկվելու ձևերից մեկը նաև կրոնափոխ լինելն էր եւ իսլամ ընդունելն էր։ Այո, եւ կան համայնքներ այդպիսի կրոնափոխված, որոնք ապրում են այսօրվա Ադրբեջանի տարածքում, որոնք կրոնափոխված հայեր են։ Վուալա։ Եվ ադրբեջանցին ինքի համար մտածում եմ մի վարքյան։ Այս Ալիևն ասում է սրանք մերն է, ես էլ էշեշ կրկնում եմ, որ դա մերն է։ Նշանակում է ես կրոնափոխված հայ եմ։ Են չկրոնափոխված հայն է, ես կրոնափոխված հայն եմ, փաստորեն։ Սա գաղափարական հաղթանակ է։ Սա պատերազմը, հաղթած պատերազմը, բայց սա համար, որպեսզի մենք այս պատերազմը հաղթենք, մենք պետք է ունենանք պետություն, եկեղեցի, պետության մեջ քարոզչական հմուտ վարպետներ, բաժին, դա սովորաբար բոլոր պետություններում ունեն անվտանգության ծառայությունները, որոնք աշխատում են նման բաների վրա քարոզչական, հա։ Եվ իմջելոց այդ հարցով, եթե եկեղեցին ուզում է խելոք տեքստ գրի, ինքը ի վիճակի չի, հա, կարող է դիմի Տիգրան Ավագյանի։ Տիգրան Ավագյանը, հա, շատ հանգիստ, մանրամասն կասի, որ գյուղում ովքեր, որ մասը, անուն ազգանուններով, ասկան ազգանունների որ մասն են դրանք իսլամացված հայեր, հա, որ այսօր բանը, ասենք Ղազախի շրջանում են ապրում, Ադրբեջանի տարբեր շրջաններում են ապրում, որոնք դրանք դավանափոխ հայերն են։ Հերիքա, բավական այդ մարդիկ գնան իրենց նայեն հայնու մեջ եւ կհասկանան, որ իրանք թաթար չեն, թուրք էլ չեն։ Եվ սկսեն տառապել են մտքից, տառապել։ Ընդդուք միջև ինքնասպանություն, որտեղ եթե հիշում եք մի քանի տարի առաջ, մոտ 10 տարի առաջ, երբ որ Թուրքիայում շատ մեծ թափ ստացավ DNK անալիզ անելը, իրենց ամենածայրահեղ խմբավորման ղեկավարը, որը պարզել է, որ մեծ քանակությամբ ինքը հայկական գենի մեջ ինքնասպանել է։ Հայատյաց մեկը ինքնասպանել է։ Հա, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի հասարակ ադրբեջանցու հետ, եթե այսպեսի մոտավորապես պատասխանել։ Այո, նման բան եղել է։ Այո, հայերը մշտապես ենթարկվել են կրոնափոխության եւ այդպիսի կրոնափոխ հայերի համայնքներ կան այսօր Ադրբեջանի տարածքում ապրում։ Այո, դուք կրոնափոխ հայեր եք, աղոթել եք այս երկրում, այս եկեղեցիներում, այո, դուք հայեր եք։ Այո, ձեր պապերը աղոթել են այս երկրում, այս եկեղեցիներում։ Մի մասը, որ կրոնափոխ չեղավ, շարունակում էր ապրել մինչև 2023 թվականի սեպտեմբերը, մինչև կրոնափոխ հայերը, Հայաստանի ղեկավարները եւ Արցախի կրոնափոխ ղեկավարները հանեցին այդ հայերին տարածքից։ Մի խոսքով պատկերացնում եք ինչ հրաշալի շանս է տրված Հայաստանին ուղակի փշուր անել Ադրբեջանը։ Ադրբեջանի քաղաքացու գիտակցությունը, սրանից հետո գիտեք ինչ կարա լինի։ Իր ինքնագիտակցությունը, ով է ինքը, միջև այդ ինքը հային է ատում, դրոցից սովորացնում են, որ քո պարտականությունը հայի սպանել է, մեկ էլ պարզում են, այն Ալիևն էլ է ասում, որ մենք կրոնափոխ հայեր ենք։ Եթե սա մերն է, ասում եք մերն է, ուրեմն նշանակում է մենք քրիստոնյա ենք եղել, եթե քրիստոնյա ենք եղել, ով ենք մենք բառը։ Թաթարը երբեք քրիստոնյա չի եղել։ Իրանցին երբեք քրիստոնյա չի եղել։ Քրիստոնյա եղել են հայերը։
Ես այս թեմայի վրա այդքան չէի ծանոթանա, եթե չտեսնեի, որ իմ ընկերներից ինչքան մարդ շատ ցավով է։ Այո, հասկանում եմ, որ սա ցավոտ տանելու թեմա է, բայց մարտարվեստների մեջ գոյություն ունի այկիդո գիտակցությունը։ Սա այկիդո մոտեցումն է, երբ որ դու հալվածը փոխում ես ուղղությունը ու վերադարձնում ես իրան։ Ոչ թե հակահալված ես տալի, այլ հալվածի ուժն ես փոխում վեկտորը եւ վերադարձնում ես քո հակառակորդին։ Խնդրեմ, հա, եւ կարելի է նայել ժամանակի ընթացքում ինչ կմնա Ադրբեջանի հետ։ Դրա հետ գումարում ենք նաեւ մնացած ազգերի, մնացած փոքրիկ էթնիկ խմբերի ակտիվացումը, իրենց ինքնագիտակցության բարձրացումը, հա, ոչ շատ ներդրում պետք չի։ Առանց մի կրակոցի Ադրբեջանը կարելի է ոչնչացնել։ Առանց մեկ կրակոցի։ Խելացի, գլխով։ Մի քիչ փող է ծախսում գրականության վրա, հաղորդումների վրա, տեսանյութերի վրա, թարգմանված իրենց լեզվով, հասանելի իրենց կայքերում դրվող։ Տեսեք, սրա համար հիշում եք քանի հազար, 20,000 YouTube-յան ալիք է փակել YouTube-ը Ադրբեջանի կեղծքարոշչության համար 20,000։ Մեկ հատ ալիք չունենք նույնիսկ։ Չունենք, մեկ դες բան չունենք։ Իսկ կարող ենք ունենալ, դա կոպեկներ արժի, կոպեկներ։ Եվ ընդհանրապես, սենց ասեմ պայմանական, մի հատ տանկի գնով առանց զոհի կարելի է քանդել Ադրբեջանը։ Մի տանկը գիտեք ինչքանի միլիոն արժի։ Ասենք դու այդքան ծախսում ես լավ պատմաբաններ, լավ կարդացողներ, լավ նյութ սարքողներ, YouTube ալիքներ բացեք, հաղորդումներ սարքեք, տարածեք Ադրբեջան։ Այո, ասեք դուք իրավունք ունեք, բա ոնց, եթե դուք ձեզ համարում եք քրիստոս, սա ձեզ ժառանգությունն է, ուրեմն դուք հայ եք, վերջացավ։ Հիմա գնանք մյուս թեմային։ Խայտարակ վիճակը քայլիցների շարքում լսենք։ Այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը սա շատ հստակ արտահայտում է, եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Մի խոսքով, գյումրեցիները շատ սիրել են, միանշանակ սիրել են։ Հա, այնքան են սիրել, որպեսզի 17,000 ձեն հավաքեին, իրանք ստիպված էին լույսերը անջատել, գողանալ ձայները, մարդիկ բերել դրսից ներս, մի խոսքով, հա, մինչև Իջևանից անգամ մարդիկ բերեին, հավաքեին նախորդ, որոնք, ասենց ասեմ, բիո զանգվածի տեղ, գլխաքանակի տեղ բերման էին ենթարկվել, նույնիսկ տեղ ամաչում էին, ամոթը չէր լքել դեռ նրանց, ամաչում էին տեսախցիկի մեջ նայել, ասել, որ ինքը ընդամենը գլխաքանակի տեղ, բարձել են մեքենան, իրան բերել են Գյումրի, որպեսզի ձայն տա։ Այո, 17,000 ինչ-որ լցոնելով անոր կարող է հավաքել եւ ասում է մենք մեզ պարտված չենք համարում։ Շիրակի մարզպետն է ասում։ Եկեք պայմանավորվենք սենց։ Ինչ է լինի, դուք ձեզ պարտված, ձերբակալված եւ դատապարտված չեք համարելու։ Արեք այսօրվանից պայմանավորվենք, հա։ Դուք չեք համարելու ձեզ ոչ պարտված, ոչ ձերբակալված, ոչ էլ դատապարտված։ Տեսեք, առաջի էտապը անցակ։ Մնաց երկու կարևոր էտապները, որ անխուսափելի են։ Հիմա ես ընթացքում կասեմ, թե ինչու։ Նախ այն հանգամանքը, որ իրանք հիմա սենց իրար հետևից Արեն Սիմոնյանը մենք սպասում ենք 26-ին կրելու ենք վարչապետը, ես երեկ ասեցի իրանք ինչ են կրելու 26-ին, ասում վարչապետը, սրանց մարզպետը, որ մենք չենք պարտվել, եկեք պայմանավորվենք, որ մեզ պարտված չենք համարելու։ Շատ ծանր է իրանց վիճակը, որովհետև հասկանում են, որ տակը բան չկա, նյութ չկա։ 8%-ով, 7%-ով քաղաքում էր, 8% այնտեղ Գյումրիում։ Հա, իրանք ոչ մի բան չեն կարող անել, բայց այդ հոտին կերակրելա, չէ՞ պետք։ Իրանց հոտին, այդ հոտի մեջ է մտնում ուժայինները, չգիտեմ, իրանց հետևորդները, կուսակիցները։ Այս ասեմ, առաջի փախնողը իրանց կուսակիցներն են լինելու։ Չէ՞ իրանց կուսակիցները գաղափարի համար չեն հավաքվել իրանք կողքը։ Որ պահին զգացին վտանգը, առաջինը իրանք են սենց իրար դաշուննահարելու։ Մեկը մեկին ասելու է, եւ դու Ալեն,
կամ եւ դու Ալաբադ, հա, իրանք արագ իրար ասելու են, հեսա դա մասին, առանձին կասեմ, այս հայտարարությունները, որ մենք չենք պարտվել, մենք հաղթելու ենք, մենք չենք պարտվել, սա պարտվածի հայտարարություններ են, հիշում եք մենք խոսացինք, չէ, որ ուժեղ մարդը չի խոսում, հաղթած մարդը չի արդարանում, ընդհանրապես արդար մարդը չի արդարանում, հաղթած մարդը չի պնդում, որ ինքը հաղթել է, դա հոգեբանորեն չարդարացված դրսևորում է, պահված հաղթած մարդը, ինքը դրա ապացուցելու կարիքը չունի, իսկ պարտվածը անընդհատ գոռալու է դրա մասին, որ ինքը հաղթել է, որպեսզի կողքի նայողները հանկարծ չիմանան, չմտածեն, որ ինքը արդեն թուլացել է եւ կգնացել է, իսկ ով որ ներսից ճանաչում է, տեղյակ է ինչ ա եղել կատարվում եւ փաստ, որ 35%-ով դու չես կարող, նույնիսկ 36%-ով դու չես կարող դառնալ քաղաքապետ, առավել եւս 36% դու չես կարող դառնալ իշխանություն, առավել եւս 36% դու չես կարող Ալիևի ուզած սահմանադրությունը անցկացնես, այդ դեպքում բա դու ում ես պետք, իսկ հասկանում եք, չէ, որ գնալով այդ 36%-ը Գյումրիում ամբողջ իրանց ռեսուրսները կենտրոնացնելով, փարակարը կորցնելով, հազիվ 36% հավաքելով Գյումրիում, իրանք եթե համապետական լիներ իրանց ընտրությունը, իրանց այս ունեցածը, իրանց այս նավակ ճոճողների խմբակցությունը չէր կարող միաժամանակ ասեք մի 1000 ընտրատեղամասում լինել, չէր կարող, ապտակը շատ ավելի ցավոտ եւ ազդեցիկ էր լինելու, եւ այսպես խնդրեմ վայելեք, ու ես էլ ձեզ ասում եմ, եկեք պայմանավորենք այսօրվանից, որ դուք ձեզ ոչ պարտված եք համարելու, ոչ ձերբակալված եք համարելու, ոչ էլ դատապարտված եք համարելու, ու դրա մասին կիմանանք դուք շատ շուտով։ Մյուս հանճարեղ հիմարությունը, եթե անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ, Արմեն Գրիգորյանն ասում, Արցախը դավաճանած արցախցին, գիտեք, չէ՞, մենք դավաճանի պակաս չունենք, ես ասում Արցախ չի նշանակում արցախցիները դավաճանել, Արցախը դավաճանած արցախցի, այսինքն դավաճանության բանն է իրա, դոզան է կրկնապատվում, հա։ Սա հենց եկոմ էլ ինչ կարա լինի, Վիտալի Բալասանյան երկուս էլի, էլ ինչ կարա լինի ինքը, ասում եմ, եթե անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, հարցը այն է, որ իրանք ինչ որ տեսնում են, դա սպառնալիք չի, այստեղ է խնդիրը, այն ինչ որ տեսնում են, դա ոչ թե սպառնալիքը, դա ծրագրված ընթացքի ծրագրի մի մասն է, որ իրականացում է, սա իրանց համար սպառնալիք չի, իրանց թվում է, որ սրանով իրենք ամրապնդում եւ ուժեղացնում են իրենց իշխանությունը, այսինքն կատարելով Ալիևի հրամանները, հա, իրենց թույլ են տալի դրա դիմաց մի քիչ էլ կառավարել, բայց գիտեք, հասարակ մարդու համար, այսօրվա հասարակ քաղաքացու համար եւս 1 տարին ահավոր մեծ թիվ է, սարսափելի երկար ժամանակ է, նա շուր ենք գալի հակառակ կողմից ենք նայում, սրանց բոլորի դեմքին նայեք, նա դեմքին նայեք այս թշվառի, դուք սա այս գույնը եւ Ալենի դեմքինը, եւ Նիկոլի դեմքինը, իսկ դուք գիտեք իրանք ինչ են մտածում, բա մի տարի հետո մեր հետ ինչ ա լինելու։ Մեր համար այդ 1 տարին դա մի հավերժություն է։ Դուք լինես մի տեսակետից նայեք, բա 1 տարի հետո ինչ ա լինելու մեր հետ։ Ով կար Արմեն Գրիգորյանին, բազմակի դավաճանած Արմեն Գրիգորյանին, Արցախը դավաճանած Արցախցուն, երաշխիք տա, որ մի տարի հետո իր այդ ոչինչ չի լինելու։ Ինչքան էլ ինքը ուզում է Էրդողանին նման լինի։ Հա, իշխանողը ուզում է Էրդողանի որդու տեղ անցնի։ Ով կարող է իր անվտանգությունը երաշխավորել։ Այնպես որ մենք որ ասում ենք լավ չի մեր համար, պետք է մի հատ հակառակ կողմն նայենք։ Հələ տեսեք ինչքան վատ է իրենց համար։ Մի տարի է մնացել։ Ու օրեկան ավելի շատ վատ բաներ է բացահայտվում իրենց համար։ Օրեկան նույնիսկ վերջի, չգիտեմ լսվում ես որ գետնին վերջի բիոթափոնն է հասկանում ու հրաժարվում սրանից։ Իհարկե կլինեն անպայման, հա, այդ 8%-ի մեջ վարձկաններ, դրանք կան, հա, անուն ազգանունով կարող եմ ասել, բայց դա չարժի դրա վրա ժամանակ կորցնել։ Հա, իշխանության, ասենց ասեմ, կերակրամանից կուլտուրական ասեմ, հա, լավ համանչ եմ ուզում ասել, սմբողներ կան, բայց ես ասեմ, դաս բոլորի դավաճանության արագությունը գերազանցելու է լույսի արագությանը, դավաճանության արագությունը գերազանցելու է լույսի արագությանը, երբ
վերջնականապես իրենք զգացին, որ այ մավաղ ընտրությունը, որտեղ միջև ընտրություն իրաց թվում է հələ ժամանակ ունեն։ Ինչու մի բան է փոխվելու։ Չէ, ոչինչ չի փոխվելու։ Սենց օրի նման գնալու է։ Կարող ավելի վատանա, բայց բոլորի համար է վատանալու, իրանց համար չի լավանալու։ Շանս չկա, հույս չկա, ի՞նչն է լավանալու։ Ինչը պետք է օգնի իրենց, հա։ Ոչ մի բան։ Եվ այդ 1 տարին շատ արագ լեռանալու է։ Ու իրանք այսօրվանից այս դեմքով են, դուք հասկացեք, որ այս դեմքը, այս գույնը, այս ոչինչ չասող, հույս չտվող, չեք նկատում, որ Նիկոլի դեմքն է սրանից, այսպես նման են իրանք։ Դրա մասին է խոսում։ Բայց միջև այդ դեռ 667,000 դրամանոց ճարմանտ, 1 միլիոնանոց շարֆեր իշխանությունը գնում էր անում։ Հա, սա գիտեք ինչի մասին է խոսում, որ այս բոմժերը, կներեք, որ բոմժ եմ ասում, չէ, կներեք, ոչ հայերեն բառիս համար։ Աղքատը մեր մոտ տարբեր հասկացողություն ունի, կա որ քիչ փող ունի, կա որ ինքը ուղղակի աղքատ է։ Ամեն քիչ փող ունեցող չի որ աղքատ է, եւ ամեն շատ փող ունեցող չի որ հարուստ է։ Սրանք փող ունեցող ոչ թե աղքատ են, բոմժ։ Դուք հասկացեք, այդ 1 միլիոն դրամը շարֆի համար պատկերացնեք մարդիշկան այլասերված պետք է լինի, որ 1 միլիոն դրամ տա շարֆի։ Եվ այդ փողկապը, չգիտեմ, 47,000 դրամանոցային չկա։ Այս իրանց ամբողջ ալան թալանի մեջ, այս միլիարդների մեջ 7 միլիարդ տարել են արդեն, 7 միլիարդ դոլար։ Հետի մենակ արտակի պարտն է, պլյուս բյուջեն, պլյուս թալանը, պլյուս Արցախը վաճառելու դիմաց վերցած փողերը։ Ուրեմն այս ամբողջ ալան թալանի մեջ իրանք դեռ ուրախանում են, որ պետության հաշվին կարող են իրանց 1 միլիոն դրամանոց շարֆ առնել։ Պատկերացնեք, իրանց համար ձրի է։ Մի բան էլ պոկեցին պետությունից։ Այ ոնց որ հիմա Տիգրան Աբիլյանը դեռ ամբողջ քաղաքի ծառերը կտրում է, այսքան թալանի մեջ հələ Սակուրայի վրա ուզում է փող աշխատի, ատեղել է ուզում փող աշխատի, որ ասենք եղածը քիչ է, մատ հեյն անիծում է ամբողջ քաղաքի, որ Սակուրա տնգելու վրա այդ փող աշխատի։ Այս քանդել բաների վրա էլ էս, չէ՞ ասենք աշխատանքներ է, փողերը դուրս գնում։ Ուզում եմ ասեմ, գյադեք, դուք ինչքան էլ փող ունենաք, ձեր այս վարմունքը ցույց է տալի, որ դուք նույն սոված բոմժն եք մնացել, հասկանում եք, ձեր մոտ փոխվել է միայն բանկում ունեցած գումարի քանակը, բայց եթե հանկարծ մի օր ունեն ստացի, որ ունենք ունենանք պետություն, դա ընդհանրապես մի հատ կոճակից ծխմում է, որ բաժանորդը դառնում է անհասանելի։ Ձեր բոլոր գումարներ ուզում եք կրիպտոյի վրա պահեք, ուզում եք, չգիտեմ, offshore-ներում պահեք, ընդհանրապես մեկ կոճակի հպումով դա դառնում է անհասանելի։ Եվ դուք վերադառնում եք եւ փողով բոմժի կարգավիճակին։ Իսկ հոգեբանորեն դուք միշտ բոմժ եք եղել, ձեր մոտ ոչինչ չի փոխվել։ Որտեղ մենակ բոմժը այս վիճակով մի 47,000 դրամ էլ ինձ գալիս բանա, փող կապելի պետությունից փոքեմ։ Հասկանու՞մ եք։ Ոչ մի հարգող իրան մարդ նման բան թույլ չէր տա։ Բայց ասում, ձեր դրսևորումը, ձեր էությունը, ձեր ցակումնաբանությունն ու գործելակերպը ապացուցում է այդ ամեն ինչը։ Իսկ ինձ մնում է ընդհանրապես պետք է արձանագրել եւ ձեզ հուշել, որ դուք պատրաստվեք ձեր ապագան վայելելու, չակերտավոր։ Եվ այսպես կառավարության ներսում նիստ է դրսում Մամիկոնյան 64 բնակիչներ հանդիպում են, պահանջում են փող վարչապետի կամ վարչապետի հետ հանդիպում, պահանջում են տալ իրենց պնդումների պատասխանը։ Ինչ սխեմայով է սնանկացել իրենց կառուցապատողը։ N&S Construction, անուններ են դնում են, որը բնակիչների պնդման այդ գործընթացից դուրս կգա պետության ունեցած միլիարդավոր պատկերը չմուծելով, այսինքն դիմացի շահելով, ու բնակիչների սեփականության վկայականներ չտալով։ Եվ ինչպես է սնանկացած ընկերության հետ փող կացվածված ընկերությունը Երևանում այլ շենքեր կառուցում։ Ընդհանրապես սա կարող է լինել մենակ Հայաստանում։ Այս մի մասով ինքը սնանկացել է, փողերը գցել է, բայց նա ուրիշ բան է, շինարարություն է անում։ Նույն ընկերությունը։ Հա։ Ինչպես
Ինչպես է Ամիո բանկն իրենց հաշիվներին սառեցված ամբողջ գումարը փոխանցել կառուցապատողին եւ դեռ վկայականներն ու շահագործման ակտերը չուներ։ Ասկե փողը վերցրել է, հա, ու փոխանցել է կառուցապատողին։ Միշտեր ասում ոչ մարդիկ բնակարաններն ունեն, ոչ շահագործման ակտ կա, ոչ սեփականաշնորհման վկայական։ Այսինքն այս Ամիո բանկն էլ է հանցակից։ Մա բասաստակը փորենք Մհեր Գրիգորյան, Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան եւ չգիտեմ, այս տականքների անունը կարելի է տալ հավերժ, իրանք են լինելու անպայման, բայց դա ինչ կապ ունի, իրանք իմ համար բոլորը նույն Նիկոլն են, ասկե կարելի ասել Նիկոլն են, Նիկոլենք են, եւ ինչու է Ամիո բանկն իրենց ասում մեկ քառակուսի համար լրացուցիչ 206,000 դրամ վճարեն, որ իրենց տները գրաբից հանեն, հարցնում ենք, մեր տունը նորից գնենք, դանի ինչ չհասկացա, այս մարդը փողը տվել է, ասում է, մեկ քառակուսի բանի համար 206,000 վճարեք, որ իրենք նրանց գրաբից հանեն, իրենք են դրե գրավատի, ինչպես այս ամենը կատարվում մի երկրում, որի ոչ մի ուժային երևակայություն չի արձագանքում իրենց նամակներին, Ես պարտացել եմ, որ կգնան ծայրահեղ քայլերի։ Ես իհարկե ցավում եմ այս բնակարանների դժողներից համար, բայց էլի գալիս եմ նույն բանաձևին։ Երբ պետությունը անօրեն պետություն է, ինքը իրավական պետություն չի։ Դուք որտեղ ուզում եք ապրեք, ինչ գործով ուզում եք աշխատեք։ Ուզում եք ընդդիմադիր եղեք, ուզում եք դիմադիր եղեք, ուզում եք սրանց գով քարած եղեք ամբողջ կյանքներում, դուք մեկը այս անօրինությունը համատարած այս անօրեն վիճակի ինչ որ կատարում Հայաստանում մի ինչ որ ձևով թակելու է ձեր դուրը։ Դուք կասկածում եք, որ այս տան կորցրածների մեջ բան կա, սրանց ձեն տված կա, իհարկե կան։ Ես ասեմ ավելին, այս տուն կորցրածների մեջ չեք գտնի մեկին, որ երբևէ իշխանությանը քննադատած լինի կամ բողոքած լինի կամ մասնակցած լինի ինչ որ մի սրանց դեմ ուղղված մի հատ ակցիայի։ Չեք գտնի։ Իրանք բոլորը հանգիստ ապրել են իրենց տեղերում, որ հանկարծ իրենց ոչ մի վտանգ չլինի, դուրը չծեցի ոստիկանը, չքաշքշի, հանկարծ վատամատ չլինեն։ Էսը ամեն մեկը քանի $1,000, $13,000 կորցրել է, գիտեք ինչի համար։ Հասկացաք։ Նույն բանի համար, ինչի վրա ինքը թքածում էր, երբ որ նույնը կորցնում էր ուրիշը։ Եվ մտածում էր, որ եթե անօրինականություն է երկրում, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը քաղաքականությունով չի զբաղվում։ Իսկ միջև դու քաղաքականությունով չես զբաղվում, քաղաքականությունը անպայման մի ձևով թակում է դուռդ, ասում է, գիտես, փող է պետք, ախպեր, կապ չունի։ Դու լոյալ ես, լոյալ չես, անդիմադիր ես, դիմադիր ես, ում բարեկամն ես, փող է պետք, փող, անել շատ, որտեղ տարի չի մնացել, ժամանակ չի մնացել, մի տարի բան է մնացել։ Ես ընդեղ հələ տուն պետք է առնեմ Իսպանիայում, Ֆլորիդան, շենք եմ առել, պետք է կառուցեմ եւ այլն եւ այլն, սա փող է պետք։ Ո՞վ է տալու այդ փողը, ինչ եք կարծում։ Ճիշտ է։ Հայաստանի հերոս հասկացում։ Այս երեք միացած նկար տարածվեց, որ այս սա գլխավոր դատախազի պաշտոնումը գնացել էր ռազմական ակադեմիա, հա, եւ բանը սաները ոտքի կանգնած դիմավորեցին սա։ Ես ու տեսա։ Ես ուզում եմ ասեի սա հանցագործ է։ Սա գլխավոր դատախազը նախնչի է գնացել ռազմական ակադեմիա։ Ում շունն է ինքնտեղ ընդհանրապես։ Երկրորդը սա հանցագործ է։ Հիմա գնացել է այս երեխեքին ինքը ինչ ասի։ Որ ասի երեխեք ջան, դուք Հայաստանի Հանրապետությանն եք ծառայում, բայց ես չեմ ասելու Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղից անցնում։ Ճիշտ է, ես գլխավոր դատախազն եմ։ Դուք էլ որ ինձ հարցնեք, ասեք տիկին դատախազ։ Ես այս Հայաստանի Հանրապետության զինվորն եմ։ Իմ սահմանը կասես որտեղից անցնում, որ ես պատասխան պաշտպանեմ։ Պետք է ասի չէ, բայց ինքը գնացել անդե, որ իր համար ոտքի կանգնեն ու նվաստացնում են մեր զինվորներին ընդհանրապես սպա զինվորական, այն էլ հայ զինվորական հասկացողությունը, որը մեր համար մեր փրկության հետ արարծացվել։ Այսինքն ֆիդային հայդուկը, հա, զինվորական ազատամարտիկը, երկրապահը դրանք մեր համար եղել են անվիճելի, անքննելի հասկացողություն։ Սրանք
այս պիրծերը ամեն ինչ բացեցին։ Եվ հիմա գնացել է ստեղ հանդիպան ու երեխեքիները ստիպում են որ իրան ոտքի դատարանն է եկել, հռոմի պապն է եկել։ Մի խոսքով, բայց սա իրանց բան անում, էգոն շոյում է։ Ես խոսք եմ տալի ամեն մեկիդ մի հատ բան նվիրեմ էգոն շոյող բմբուլ, որ բանտում նստած տեղը ձեր էգոն դրանով շոյեք։ Պատապ չմնաք, հենց զգաք ձեր էգոն նվաստացվել է, ասենք դուք ձեր դեմքը քսել են պատերին կամ հատակին, հա։ Այդ բմբուլը վերցնեք ու շոյեք ձեր էգոն։ Ես խոսք եմ տալի ամեն մեկիդ ման բմբուլ։ Կարող է սիրամարգի չլինի, կամ բադի լինի, բայց ամեն մեկը ձեր էգոն շոյելու բմբուլ եք ունենալու, որովհետեւ դրանից ավել բան չի ասնում ձեզ։ Եվ սրան արձագանքել են հետեւյալ տեսանյութով։ Շնորհակալություն հիշեցնելու համար։ Այս բանը Սերժի Ռոբերտ Քոչարյանի կռիվը մի լավ բան ունի իր մեջ։ Ես դա մասին չեմ խոսում, գիտեք, որտեղ իմ համար 29 հանցագործներն են, բայց հիշացնում են էլի։ Ամեն դեպքում շնորհակալություն Բորիս Մուրազիին, որ այս բանը հիշացրեց։ Հա, ասում եմ, երեք շատերին էին դժգոհ, որ Ավանի ՀՀԿ-ական նախկին թաղապետի, նախկին օգնական Աննա Վարդապետյանի առաջ կուրսատներին էին շարել։ Իսկ հանրապետականն է արել էլի։ Հատկապես անհանգիստ էին նախկին իշխանության ներկայացուցիչները։ Մեկը լինի ձեզ հարցնի, բա դուք ինչու եք թույլ տվել, որ բանակից թռած ձեր ասած թուրք ադրբեջանական գործակալ Նիկոլը ու իր գործակալական թիմը մայիսին գնա մասնակցելու ապրիլյան պատերազմին։ Ապրիլյան պատերազմը ավարտել է։ Այս եթիմը, տեսնում եք այս եթիմին, մայիսն ասա։ Հանեն սարի վրա նկարեն, գովազանեն Փաշինյան Նիկոլի։ Վերջում էլ մի շնորհակալագիր էիք տվել, որ 4-րդ գծում մայիսին մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Լավ ասված, չէ՞։ 4-րդ գծում դե մարդ չկա։ Մայիսին մասնակցել է ապրիլյան պատերազմին ու դրա համար էլ մի հատ բան են տվել, շնորհակալագիր են տվել։ Դե երևի քարոշչական նպատակներով պետք էր որ բանակից թռած Նիկոլը ազգային բանակի ֆորմով լեգիտիմ նկար ունենա։ Ասում սա բանակի համար ավելի մեծ պրծում էր, քան Ավանի հանրապետականների նախկին թաղապետի օգնական Աննա Կարապետյանի դեպքը։ Ճիշտ է։ Շնորհակալություն Բորիս։ Այսօր գիտեք ինչ եմ մտածում։ Սերժիկ, բոլորս գիտենք, որ ես պիրծին դու ես մեծացել, դու էլ բերեցիր իշխանության։ Բայց ես մի բան եմ ուզում ասեմ ձեզ։ Սերժիկ, Ռոբիկ, դե Լևոնի չեմ ասում, դա դիակային։ Դուք 20 տարվա մեջ վերջի, դուք չկարողացաք ունենալով անսահման իշխանություն, անսահմանափակ, միջև հիմա, ունենալով անսահմանափակ իշխանություն, որտեղ ես եթիմներ ա ձերը, Նիկոլա գիտեք, մանավանդ Սերժիկին, ունենալով անսահմանափակ իշխանություն եւ փող, եւ այդքան էլ սիրելով իշխանությունը, հա, դուք չկարողացաք ստեղծեք այն ինչը բոլոր արեցին աշխարհներում։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ ցանկացած, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ցանկացած նախագահի տեխնացուի թիկունքում կան կորպորացիաներ կանգնած, որոնց շահերն է մասնավորապես ներկայացնում մասնակի, չգիտեմ, ներկայացնում իրանց տեխնացուները։ Մեկը դեմոկրատների կողմից է, մեկը հանրապետական է, մեկը անկախ է այնտեղ իբր, հա։ Բայց ասենք այս մեծ փողերը իրանք չեն գալի, Ռոքֆելերը չի գալի իշխանության, հասկանում է, որ իր գալը մեծագույն էշությունը։ Ինքը դա Հարվարդ ավարտած, հա, ժպտերես մի հատ Ջոդի Վենսա գտնում, նա Ջիվան Գասպարյան։ Ասում է, աշխատի։ Այսօր կգնաս, ընդ կնստես, հա, կգնաս բանը Եվրոպայի վրա մուննատ կգաս, տարիֆները կբարձրացնես, որ վերջում բանը տրակի։ Դա առանց խոսակցությունա։ Ինչ եմ ասում։ Ունենալով դուք անսահման իշխանություն, դուք չկարողացաք այդպես էլ մի քաղաքական սերունդ մեծացնել։ Քաղաքական սերունդ, որը մի քիչ ներկայանալի կլիներ։ Որ դուք, ասենք, ստիպած չեք բերել այս ճիվաղին, հետո էլ ասեք մենք իրանից դժգոհ ենք, հասկանալով որ իդեմս ճիվաղի դուք բոլորդ եք զրկվում իշխանությունից, մասնավորապես իշխանությունից է զրկվում մեծն Մոսկովը, հա, որ մոսկովյան թևը ասոցացվում է թուրքերի հետ արդեն, բայց դուք կարող էիք սրանից խուսափել, եթե ասենք դուք այնքան բան ունենայիք ուղեղ եւ ինտելեկտ,
ասենք Կարեն Կարապետյան տեսակ, հա։ Բոլորը հանրապետական է, բայց ես վստահ եմ ասում ձեզ, գարանտիա եմ տալի, ոչ մեկ իմանալով հանդես, որ Կարեն Կարապետյանը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ չէ, ոչ մեկ չէր գարշում Կարեն Կարապետյանից։ Իմանալով հանդես, օրինակ հանրապետականը։ Ասիկ դուք չկարողացաք, ոչ Ռոբիկը կարողացավ, ոչ Սերժիկը կարողացավ, հա։ Ձեզ ստեղծածը Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան, ասում եք, մարդկանց համար այնքան անընդունելի են դրանք, որովհետև մեկը ասում է քաղաքականության համար զբաղվել համար ուղեղ պետք չի, մեկն էլ մի օր կոլբայի մեջ չի, ճիճու են, մյուս օր առյուծ է, հետո նորից կոլբայի մեջ են մտցնում, հասկանում եք, դուք չկարողացաք ուղղակի ձեր նեղ գեղացի մտածելակերպի սահմանափակ ենթադրում եմ, որ տեղից է գալիս խնդիրը, էլի դուք չկարողացաք ստեղծեք, ասում են Կարեն Կարապետյան տեսակը, թողներ ինձ Կարեն Կարապետյանը, ես ասում եմ, որ ձեր ներկայացուցիչը պետք է լինի, բայց ինքը ասենք ժիլետով պետք է գնա, որ ասենք գոնե զզվանք չառաջացնեն մարդկանց մոտ, էլի։ Դուք չկարողացաք ստեղծեք, որ այսօր այս խնդիրները չունենայիք։ Այսօր եթե ուզենայիք միտինգ անեիք, ոչ թե ստիպված Վազգեն Մանուկյան հանեիք բեմ, հա, որ կամ Խոսով Արությունյան տեղ են ասում, հա դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, այ մնայք մի հատ թի զարգացած երիտասարդ կիրթ պրոֆեսիոնալների, հա։ Դուք ստեղ մի բան անեցիք ժամանակին, Աշոտյան, Մանով, Շարմազանով, բայց տեղում այլասերեցիք իրանց։ Տեղում սարքեցիք հանրապետական։ Իրանք կարող էին, չէ՞, մի քիչ ավելի ցիվիլ կերպտերևալ, ոչ թե լկտի ու տենց բան, ցինիկաբան էլի։ Իրանք կարող էին, բայց նույնիսկ դուք այդ ո ստեղծեցիք այդ երիտ հանրապետականցիները, փուչիկ կարեն, մանեն, դուք էլ տեղում իրանք սարքեցիք ուղակի պոչով խաշլամայի բան, դեսերտ։ Հա, չպահեցիք այդ, որ ասենք այսօր գոնե մի քիչ ներկայանալի լինեք։ Գուցե դրանով կարողանայիք պահել մի քիչ լոյալություն Ռուսաստանի հանդեպ, չէ՞ որ ձեր շահերից է գալի։ Չէ՞ որ դուք դրանից ծառայեմ։ Բայց հասկանում եք ձեր ճենջոտ մտածելակերպով դրա պատճառով դուք ուղղակի խուսափեցիք այն մարդկանց ներգրավել իրական քաղաքական դաշտ, բերել, որոնք ասենք ճենջոտ չէին, էլի։ Հա, ով էլ եկավ շուտ դառավ ձեր նման, ձերանից մեկը, էլի։ Հասկանում եք։ Ու այսօր դրա համար դուք իրար փոդ եք թափում։ Իմ համար խորքային միևնույնն է, դուք ինչքան ատում եք իրար, ինչքան չեք ատում, որովհետև ես գիտեմ, որ բոլորս այսպես նորմալ ժողովուրդը, որ երբևէ ձեր շարքերում չի եղել, չի լինելու, ինքը նույնքան գարշում է երկուսից, ավելի շիտ 3-ից, ավելի ճիշտ 4-ից։ Դե հասկանում եք, որ դու 4-ը նույն բանն եք։ Հիմա գնացեք մտածեք այս առումով, հա, որ եթե ուզում եք էլի վերադառնալ քաղաքական, անենց արեք, որ ոչ մեկ չհասկանա, որ դա դուք եք։ Որտեղ առ այսօր ում բերել այնտեղ դայար եք արել, Անդո, անես մարդկանց եք բերում, ասենց Բագրատ, հասկանում եք, որ ընդամենը կարճ ժամկետ է, ասում ամեն ինչի 40 օր է, չէ, 40 օր հետո պարզում ով է։ Գնացեք մտածեք, ժամանակ ունեք։ Ասեք մեկ տարվա մեջ, ես չեմ ասում, որ ձեզ օգնեմ, որ դուք մի տարի հետո ընտրությունների գա, բան։ Չէ, ուղղակի քաղաքական դաշտը մի քիչ ցիվիլ տեսքի գա։ Քաղաքական դաշտը այսօր նայում ես ովքեր են քաղաքական հայտարարություններ անում, քաղաքական վերլուծություններ անում, ասում ես մամա ջան, էլի արա անառականություն բաց դռների օր է եղել, ոնց որ բանը Ամստերդամի ասում ուլիսը разбитых фонарей բերածել են քաղաքական բան լցածին են մեր մոտ, դաշտ լցածին են։ Հասկանում եք, այս ոնց Ելիսեյան դաշտերն եք սարքել քաղաքականությունը։ Իհարկե կարելի է մի քիչ ասել ցիվիլ տեսքի բերել, ընդամենը դա մի բան էր պետք։ Նախ ինտելեկտ, ճաշակ, երկրորդն մի քիչ հեռատեսություն, ոչ թե ագահ կարճատեսություն։ Երկուսիդ մոտ նույն սինդրոմն է, ագահ կարճատեսություն։ Դե դա գիտություն ու էսթետիկայի պակասներ իհարկե արդեն ասեցի։ Գնանք առաջ։ Դե որ քաղաքական վիճակը դրան եք բերում, բնականաբար Նիկոլն էլ պետք է հետ չմնա, որովհետև Նիկոլը արդեն այդ ֆոնին իրան ված չի զգում։ Ու սենց յետքինները լիքն են։ Իհարկե չի կարող լռել։ Չի կարող լռել ինքը։ Ինքը Մոսկվայում բուծած հերթական դերի կաթողիկոսի Զապասի
բանը օրհնությունը ստացած հերթական գաստրոլորը եկել է ու ինքը չի կարող հասկանալ ներողություն խնդրում է ինքը ներողությունը խնդրում են մարդը որ կնոջ դիմաց ուսում եք մտածում եք ինչ եք ոնց համոստը Հայաստանը պաշտպանել բավական հանգարց պատերազմ լինի ու ինքը չի կարող հասկանալ որ ստիպած աղջիկն ասես կներեք ինձ թվում է դուք տղամարդ չեք դուք երևի ավելի շուտ կին եք ու ինքը այս կինը բայց մոդուկավոր էլի Մոդուկավորը Նիկոլ էլի երկրորդ Նիկոլն է ինքը ինչ-որ բան չի հասկանում արցախցիների հետ կապված ու ինքը հիմա քաղաքական դաշտում է որպես գաստրոլոր դուք հասկանում եք ինչ է կարել ոնց է պղծել իջացրել քաղաքական դաշտը որ դուք Նիկոլ տեղը ասենք սա բոլորն են Նիկոլ ձեր մեղքը զգում եք Սերժի Կռովիկ այս ամեն ինչի մեջ ուղղակի վախենում եմ այս խոսքերը ձեր համար չինարենը դուք երբեք չհասկանաք տենց էլ ես ինչ ասեցի բայց ոչ ինչ կարող թարգմանիչ ունենա կողքները ձեզ համար թարգմանի լսեք դες ինչ ասում տարի ծառայած Լեռնային Ղարաբաղի համար գնացած քրված Լեռնային Ղարաբաղի համար հարկեր վճարած եւ այդ հարկերը Լեռնային Ղարաբաղ Հայաստանի Հանրապետության բյուջեից ուղղորդած քաղաքացին ինչով է պակաս Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր Ուղղակի մեկը չկա այս անասունին ասեր տավար Լեռնային Ղարաբաղի քաղաքացի չկա Նիկոլի ծնունդ դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուտեղ թեման փակվում է Որիան տեսնեք ասեք Վարդան Հակոբյանը լսեց ու ասեց հոդուկ տավար չեք արա չկա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի կա Հայաստանի քաղաքացի Հասկացա՞ր Ես էլ առաջ չեմ ուզում գնամ ուղղակի Ռոբիկ ու Սերժիկ դուք հասկացաք ուր եք բերել իջացել քաղաքական մակարդակը 20 տարվա մեջ 20 տարվա մեջ որ հիմա նման տգետներ նստում իրենք թվում են քաղաքական դեմք են ու քաղաքական հայտարարություններ պետք անեն բայց իրենք Նիկոլից ոչ մի բանով չեն տարբերվում սա Նիկոլի կարժերն են մեկը մեկից բութ ու անգրագետ մեկը մեկից վարսկան ու ոչնչություն ուղղակի ես մի բան եմ ուզում մտածեմ էլի սրանք որ իրաց հետ նստում են այսպես բոլորը այս վարսկանները դուք իրաց չեք զզվում դուք չեք մտածում որ վաղը ձեզ ով դեմացինդ ով դրսից փողը տվեց վաղը քո վրա ցուսմունք է տալու վաղը քեզ դավաճանելու է որովհետև դուք էդ եք դուք գիտեք հետաքրքիր է որ բոլորը գիտեն որ բոլորը դրանք են ուսան դասում են երևի այդ հաց են ուտում կարող չգիտեմ կարող ընտանիքներով են նույնիսկ շփվում իմանալով հանդերձ որ բոլորը վարսկան են ասկեն բոլորը հիմա ինչ որ անում են փողով են անում ասկեն բոլորը պրոստիտուտկա են ու պատկերացնում եք այս շփման մակարդակները սրանց իրաց տուն գնալը նոր տարի շնորհավորել է ծնուշը ինչ զզվելի է կարա բայց դուք բոլորդ իրար հետ դուք են մարդիկ եք որ կյանքում արժանի չեղավ դա ամենամեծ պատիժն է ձեր համար մի հատ անկեղծ բարևի մի հատ անկեղծ ընկերոջ կամ ընկերուհու դուք դրան արժանի չեղաք ու դուք չեք կարող լինել որովհետև անկեղծ ընկեր ունենալու համար մարդինքը պետք է անկեղծ լինի անկեղծ բարև ստանալու համար մարդինքը պետք է անկեղծ լինի ձեզից էլ է քիչ Արցախցիների վերաբերյալ ուրեմն այսօր ես ինֆորմացիա ստացա քանի որ Հարություն Բաղդասարյանը դիմում էր գրել պահանջելով բացատրություն թե այս ինչի է արցախցիներից Հայաստանի դատական հարկադիր կատարման ծառայությունը գումարներ գանձում պատկերացնում եք արցախցիներից որ ամեն ինչ կորցրել են տուն տեղ սա այն տականքաշերտի մասին չի որ մի մասը բանտում է մի մասն էլ Հայաստանում է դեռ գումար են գանձում մի կողմից ասում են Արցախը մեր հետ կապ չունի Արցախը մեր հետ կապ չունի մենք ոնց ինչի պետք է օգնեինք Արցախին ինչի պետք է Արցախից բլոկադայից հանեինք Արցախցուն հա ինչի պետք է հաշվետվություն ուզեինք այնտեղ բյուջեն ոնց է ծախսվել ոնց չի ծախսվել մյուս կողմից էլ են ասում մյուս կողմից ասում են Արցախում դու ներ Արցախում պարտք էիր այ հիմա ինչ գումաստանում ես մենք դրանից պետք է գանձենք դու գիտեք ժողովուրդ ջան դրա մասին ուրեմն ասեք սրա համար Հարություն Բաղդասարյանը նամակագրում հարկադիր կատարման բաներ որտեղ որ հիմնավորում են որ այտենց բան ա եղել
2010 եւ 16 թվական 10-11 թվականներին հուշագիր է ստորագրվել, հուշագիր, հա, որով Հայաստանի եւ Արցախի դատական համակարգերը, հարկադիր համակարգերը իրար հետ փաստորեն համագործակցում են։ Հիմա ես ձեզ մի հատ ուրիշ բան ցույց տամ։ Հատկնեմ դա։ Դա երևի ես երկար ստիպված պիտի մանգամ, չեմ ուզում ձեր ժամանակը խլեմ, եւ այսպես ուզում եմ ասել, որ 2010 եւ 11 թվականից պայմանագիր ստորագրողներից մեկը Արցախի կողմից ստորագրել է հենց Արցախը լուծարելու հրաման ստորագրած նույն Սավե Շահրամանյանը։ Իդեպ Արցախը լուծարելու հետ կապված էս հիմար պնդումները, հա, ես սպան եմ ունեցել։ Եթե ես ուզենայի իմ սպանը լուծարել միած ստորագրությունով, որ ես սպայի տերուների, միակ բաժնետերուների, հա, դա 6 ամիս, հələ դու պիտի հաշվետվություններ կայացնեիր այն ժամանակ։ 6 ամիս լուծարելու դիմում էիր գրում բան, հələ 6 ամիս պետք է հաշվետվություններ կայացնեիր, հետո ինչ-որ մի ձևով դա պիտի լուծարվի։ Դա նույնիսկ սպան դու միակ ստորագրությունով չէր կարող լուծարեիր։ Ու պատկերացնում եք սրանք համարում են մի հատ ամբողջ երկիր, որի հետ Հայաստանի Հանրապետությունը բան է կրկում, երկկողմանի պայմանավորվածություն է կրկում դատային համակարգը, դահակը, հա։ Ասենք ինքը սուբյեկտ է ուրեմն, էլի։ Որոշել են, որ մի հատ Սավե Շահրամանյան կարող է մի ամբողջ պետություն մի ստորագրությունով լուծարի։ Պատկերացնում եք հիմարության աստիճանը։ Ու Հայաստանում մարդիկ կան, որ դա լուրջ է վերաբերվում։ Բադովալ լուծարված պետությունը, լուրջ եք ասում այ լուծարվածներ։ Հələ մի հատ կարակ պատմության մեջ ցույց տակ մի բան, մի հատ երկիր, որ մեկի ստորագրությունով այն էլ ով այդ մեկին նշանակել, ով ընտրել, հայտնի չի։ Ինչ որ եղել է вообще լեգիտիմության աստիճան բաներից բոլոր կանոններից դուրս է։ Ու մեկ է, մի հատ կգասա, նույն մարդը ոստեղ պայմանագիրակնքում դատական հարկադիրակների կատարման մասին պետությունը լուծարում։ Մի ստորագրություն դնում ասում վերջ, այս պետությունը չկա։ Ուսանք ասում եմ, վերջ, ինքը ստորագրել է այդ պետություն չկա։ Հիմա այս հարցի մյուս կողմից եմ ուզում գամ։ Այդ ո՞նց է ստացվում, որ Հայաստանի եւ Արցախի մեջ դատական հարկերի կատարման ծառայությունը տենց համաձայնագիր ունի, բայց ասենք ֆինանսների նախարարությունը չունի։ Եթե ունի, բայց ֆինանսական հաշվետվություններն ունեն։ Այդ ո՞նց կարող է ֆինանսները լինի, դատականը լինի, ռազմական չկար։ Եթե ռազմական չկար, ինչու են հայ զինվորն ընդեղ, ոնց էր ընդեղ, եւ եթե ընդեղ էր ինչու հայկական զորքերը չմիջամտեցին պատերազմի ժամանակ Փաշինյան Նիկոլ, ինչու կանգնացեցին զինակոչը, համալրում ինչու կանգնացեցին։ Մի խոսքով, sense որ նայում եմ, տեսեք ես ոչ իրավաբան եմ, ես ոչ սահմանադրագետ եմ։ Ես նայում եմ իմ սիրողական աչքերով ձեր վրա այնքան քրեական գործ կա։ Դա համար եմ ես հասկանում, ինչի է Արմեն Գրիգորյան դեմքի այդ գույնի, Ալեն Սիմոնյանի դեմքը դες ջղացկված եւ այդ գույնի, Փաշինյան Նիկոլ ինչի է այսօր խոստովանում, որ ինքը իդիոտ է, ստիպված, հա։ Հա, որ ինքը տգետ է, բայց ես պետք է ասեմ, տականք դու տգետ չես։ Դուք տգետ չեք, դուք հանցագործ եք։ Տգետ լինելը գիտեք, տգետ մարդը տգետ է հիմա։ Տգետության համար ոչ մեկին չեն դատում։ Չէ, դուք տգետ չեք, դուք հանցագործ եք։ Ձեզ հանկարծ տգետության մեջ բան չանեք, հսկություն չփնտրեք։ Տգետը 7 տարի չի մնում իշխանության, ամեն գնով։ Տգետը հատ չի կարողանում գործողությունների արդյունքում մի ամբողջ երկիր տապալի, Արցախ, Հայաստան, տնտեսություն, անվտանգության ամբողջ համալիր, հարաբերություններ ամբողջ երկրին հետ, դուք տգետ չեք։ Չէ, դուք պարապած բանի տղեկ եք դուք, ինչ տգետ։ Այն որ ձեր մեջ կրթության մակարդակ չկա, մենք այդ գիտենք, բայց ձեր հանցագործությունը տգիտության տակ, հանգարց չփորձեք տանեք։ Այդ չեմ ասում, որ դուք ասում եք մեկ տգետ եք, դուք էլ որոշեք որսի բանա։ Դե լավ, ասացիք տգետ եք, մեզ ամեն ինչ ներվում է, չէ՞։ Գիտեք, տգիտության համար, երբ որ ուսանողը տգետ է, ինքը կարող վատ գնահատական ստանա, մաքսիմում, ասենք իրան հեռացնեն համալսարանից, հա։ Ասենք չէ, դու դուրս մնացիր։ Իրան քրեական հոդված չի ասում նրա համար։
Բայց իշխանության մեջ լինել տգետ, դա քրական պատասխանատվություն է արդեն։ Այն ինչ որ դու ասում ես դուք տգետ եք ու դու մտածում ես դու նոր փրկվելու ես, ասեք այս տականքներին, չէ, դուք տգետ չեք։ Ու դա բան չի։ Ձեզ չի մեղքի թեթևացում չկա։ Նույնիսկ եթե դու վաղ խոսովանես, որ դու շիզոֆրենիկ ես, որ մասամբ ճիշտ է, մեկը դու հանցագործ ես մնում չի վաղ։ Այս դեմքի մեջ ինչ եք տեսնում դուք։ Ես կներեք, որ այս դեմքը sense երկացույց տվեցի։ Սա այն դեմքն է, ինչ որ մենք ստեղ տեսանք։ Նայեք դեմքի արտահայտությունը, ինչքան արտահայտության մեջ, գույների մեջ այս վախը, սուսլիկի վախը։ Իհարկե, ժողովուրդ ջան, մեր աշկինն է այդ մի տարի երկար ժամանակ թվում, սրանք ասում են, մենք արե 7 տարի sense աղայի արքայի նման ապրել ենք։ Մի տարի հետո մեր վիճակը ոնց է լինի, բայց հաճույքները, կայֆերը ոնց է լինելու։ Չեմ ասում, որ ոչ միայն դա կարող է չլինեն, այլ դրանք մնան լավ հիշողություններ բոլորիդ համար։ Բայց ես ասեցի, խոսք եմ տալիս, ես մի հատ բմբուլ եմ նվիրելու, ղազի բմբուլ, հա, որ դուք ձեր էգոն շո եք դանով, երբ որ ձեր դեմքը կսվի ասենց ասֆալտին անընդհատ, այդ ճաղերի ներքև, դուք գիտեք, չէ, ճաղերի ներսում դուք ինչ եք անում այսօր այդ դատապարտյալներին, ոսից մտնում են ջարդում դուրս են գալի, ինչպես վերջում ցույց եմ տալուս, ասեմ, ինչպես ժամանակին բոլշևիկներն էին անում։ Այսպես մտնելու են ձեզ, երբ որ մտնեն ձեր դեմքերը կսեն այդ պատերին, ռեշոտկեքին, հետո այդ բմբուլով կշոյեք ձեր էգոն եւ ամեն ինչ կանցնի։ Կասեք բանը չէր եղել։ Այ հիմա այդ եմ ուզում ցույց տալ։ Դա եմ ուզում ցույց տալ։ Ինչ է террор при Ленине? Ասում եմ, ինչ է նշանակում Լենինի ժամանակ террор։ Расскажем не только о Харькове. В Киеве, например, офицеров вызвали в театре якобы для проверки документов, расстреливали и рубили прямо в театре. Խարկովի մի կողմ, հիմա ասեմ, ինչ են անում Կիևում զինվորներին սպաներին հրավիրել են թատրոն ու այդտեղ ցել են գնդակարել հերթով 2000 человек. 2000 մարդ։ В Орле расстреляли 5 гимназистов. В Евпатории 17 медсестер. 5 գիմնազիայի ուսանող, 17 մետ բժիշկ, քույր։ Убивали так, как убивают на бойне скот. В Ставрополе. Ասում սպանում են այնպես, ինչպես անասունի, հա, որ տանում են սպանդան։ За один день прикончили более 2000. Ստավրապոլի մեկ օրվա մեջ 2000 են սպանում, 2000 մարդ, այսպես։ В некоторых чрезвычайных комиссиях была заведена должность завуч тел, заведующий учетом тел. Նույնիսկ պաշտոն է եղել դիակների հաշմարման բաժնի պետ։ Деникинская комиссия по расследованию деяний большевиков только за 18 и 19 годы насчитала 1 700 000 человек. Դենիկինը այդ 19 թվականի, այդ 19-20 թվականի այդ հանցագործությունները հաշվել է 1 միլիոն, կարծեմ ոնց ասած 900 թե 700, 1 միլիոն 700 կամ 900 հազար մարդ, ցենց սպանվել է։ 2 տարվա մեջ։ Սա այդ Լենինի կարմիր տերորն է, ես այս ամբողջը չեմ ուզում։ Սենց գնամ, իմացեք այս համակարգը չի փոխվել։ Այս համակարգը մնացել է, այս գիտեք որ համակարգն է։ Որտեղ մարդը անասունի չի տարբերվում։ Մարդը արժեք չունի։ Արդյոք կարելի է սենց սպանել։ Հիշում եք մեջ պետք է հիշացնեմ։ Երբ որ բացահայտվեց մեզ սպանված զինվորները որտեղ են, ինչ պայմաններում են այդ խոնավ բոլբոսնած են պատվաններում, բաների մեջ նկուղներում ցելոֆոնի ստոպակների մեջ, պոլիէթիլենային տոպակների մեջ sense կտոր բացած։ Հիշում եք։ Այս նույն համակարգն է։ Նույն համակարգն է։ Այդպես հազարներով սպանել են հենց առաջին օրը, լցրել էին սպայկայի սառնարանները։ Դա քիչ չէ, որ սպայկը այդ համաձայնեցած է այդ ամեն ինչը։ Ու ամիսներով տարիներով մնացին այդ սառնարանների մեջ, տարբեր պատվաններում։ Համաձայնեցված բոլորը գիտեին։ Այս համակարգն է մնացել, չեկիստական համակարգը։ Այդ չեկիստական համակարգի ներկայացուցիչները բոլորը Լևոնից մինչև Նիկոլ Փաշինյան։ Իմ կռիվը կյանքի ոչ թե ինչ-որ Նիկոլների դեմ է, այդ չեկիստական համակարգն է, որ եւ Հայաստանում է, եւ Բելարուսում է, եւ Ղազախստանում է, եւ Ուկրաինայում է, եւ Ռուսաստանում է, եւ Ուկրաինայում, այո,
Ինչ չեկիստական համակարգն է։ Այնտեղ ուղղակի sense կիսվել է ժողովուրդը։ Ես ուզում եմ sense ինչ-որ փախվի դե մոտիկ են էլի Եվրոպային։ Հա, մեկը հետա քաշում, ասում է, չէ, էս լավ է։ Այդ հետքաշողներից մեկն Զելենսկին էր։ Չէ, ոչ Զելենսկին սուրբ է։ Չէ, չեկիստական համակարգի ներկայացիչը։ Եթե չլիներ ինքը վաղուց լուստրացիան ազատ կլներ, երկիրը կազատեր է չեկիստական համակարգից եւ ում հույսով էր այդ դեպքում Պուտինը մտնելու Ուկրաինա։ Ինքը մտավ այդ չեկիստների հույսով, ոնց որ Հայաստանը ավիրեցին։ Հայաստանի մոդելը նույն կիրառեցին Ուկրաինայում։ Դա մանավանդ ասում են ինչ որ կատարվում Հայաստանում, դա մինի փոխարկում է, որը հետո իրականացնում են լայն մասշտաբների վրա։ Թե Արցախի դատարկումը, հետո որ գնաց Գազայի դատարկումը, թե Արցախի պատերազմը, թե ցեղասպանությունը, հետո որ պետք հрьяաների վրա կիրառվեր։ Մի խոսքով։ Իմ կռիվը ոսում ասում, այս համակարգի դեմ է։ Ով ուզում է սիրի այս համակարգը, ով չի ուզում։ Դա սիրել, սա գիտեք ինչ է նշանակում։ Ուզում մարդը վամպիրս մարդը, սերիական մարդասպան սիրի, հա, այսօր այդ սերիական մարդասպան Լենինը միջև հիմա բանում հրապարակում դրած է։ Ու իրանք այդ նեկրոֆիլ են, ով կողքը կանգնում է պատիվա տալի, գնում է դե բանա դիմավորում, պարատ Նիկոլներ է գնացել, լիք, ես էլի գնալու է։ Հասկանում եք, սատանայի պաշտ են դրանք։ Բոլորը ու այս ամեն ինչը կատարողը, իրականացնողը հələ թաղած չի ընդեղա։ Ցուցադրական ցույց են տալի, իրենց երկիրը ստեղծողին այսենց։ Պաշտում են միջև նա։ Եվրոմիությունը 90 օր հետաձգեց իր սանկցիաները Ամերիկայի վրա, որովհետև Ամերիկան ասում են 90 օր այսօր դադարեցրեց, հրաժարվեց 90 հետաձգեց Եվրոպայի վրա սանկցիաները, բայց կիրառեց 140% հարկադիր տաքս Չինաստանի վրա։ Այն ինչ որ բերելու է դա, հիմա ես ուզում եմ ցույց տամ ինչա նշանակում Չինաստանի վրա հարկադիր տաքսը 140%. As a stroke of kind of strategic economic genius, we've seen investors seem to be breathing a sigh of relief. Are you breathing a sigh of relief? Դա մասն է ասում, երբ որ այսօր ասեց 90 օր հետաձգում են, բոլորը միանգամից շունչ քաշեցին եւ ակցիաները նորից մի քիչ սկսեց բան անել, շնչել, բարձրանալ, որը լրիվ ընկել էր, ասում է դուք զգում եք, որ ինչ-որ բան թեթևացել է։ Հիմա պատասխանում է, ամենամեծ ֆիրմաների CEO-ներից է։ I have products in China right now produced ready to ship. They were supposed to get on a boat yesterday and come to America, and I can't ship them because what would have cost me maybe $30,000 with a reasonable tariff now is going to cost me almost $200,000. Իստեն ասում է, իմ արտադրությունը Չինաստանում է։ Ինքը դեռ երեք պետքա բարձրացվեր գար նավով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եթե ես սոլապը պետք է մոծեի 30,000, հիմա այդ նույն ապրանքի դիմաց ես պետք է մոծել 200,000 տաքս, մենակ տաքսը։ Ինչ է կարծում Հայաստան, բանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում քանի այդպես ֆիրմաներ կան, որ իրենց արտադրությունները հենց ընդեր է։ Անթիվ անհամար, որովհետև բան Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատող բանվորին, եթե ասենք, մի քիչ որակյալ բանվորին պետք է տան ժամը ասենք, չգիտեմ, 30-35 կամ $40, առնվազն, հա, $1, $0.5 կաշխատացնեն Չինաստանում։ Ընդ որում չինացին ամնում է ավելի ակուրատնի, որովհետև չինացին երբեք չի հոգնում նույն բանը նույն ձևի անելուց։ Ինքը սնսիրում է։ Ասեք նույն բանը 1 միլիոն անգամ անի, ինքը կանի նույն ճշտությամբ 1 միլիոն անգամ։ Երբեք մտքով չի անցնի, որ կարելի է մի քիչ ուրիշ ձև անել։ Չինացին այդպես է։ Հիմա այս մարդիկ իրանց արտադրությունները տեղափոխել են դե Ամերիկայի ժողովուրդը այդպես արտադրությունով չի զբաղվում։ Ինքը ուրիշ բաներով է զբաղվում։ Դեռ ուրիշ բան անում։ Ու գործազրկությունը չկա, 5% է գործազրկությունը։ 5-ից 6, այսինքն դա գործազրկություն չի։ Ով էլ գործազուրկը ստանում է իր նպաստները։ Հիմա մեծը կոմբինատորը որոշել է, որ ամեն ինչը պետք է գա բանը, ես թանկացնեմ 145% արքեմ, տաքսերը որ ամեն ինչը տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այսօր ես սա ինչ եմ ասում, այսօր ես լսում եմ իր ֆինանսների նախարարին, իր տնտեսական խորհրդականին, Իլոն Մասկին, Մարկո Ռուբիոին, դատախազին, սես նստած խոսում են։ Ժողովուրդ, ես տենց ցինիկ ու տգետ բան
ասուլից լսել եմ եկել ԿՊ-ականներից, հանրապետականներից։ Ազնիվ խոսք եմ ասում, եթե մի քիչ հույս կալ, որ ասենք ունի նա թիմում մեկ բանական մարդ կարա լինի, չկան դե բանական մարդ։ Չկան դե բանական մարդ։ Այս տղեն, այս Թրամփ կոչվածը, ինքը փաստորեն այսօր սկսել է ռեսեսիան արդեն։ Առավոտյան ես տվյալները նայեցի, խայտարակ վիճակ է։ Ես մտածեցի վերջ։ Վաղվանից տատակելու է, ասենք տնտեսությունը կանգնելու է, աշխատանքները կան, մարդկանց ուղարկելու են տուն, բայց ես պետք է ասեմ մի բան։ Չինաստանը հետո բիզնես անում, իր աշխատողներին ուղարկել է տուն, ինքը չի կարող աշխատի։ Այս մանկական ապրանքները արտադրում ինքը չի կարող աշխատի, էլեկտրոնիկան ընդերս չի կարող աշխատի, կահույքագործեր, կոշիկ, մոշիկ, ոչ մի բան, շորեր, տողը Չինաստանի հետ է դաշնում։ Միլիոնավոր մարդիկ մնալու են առանց գործ։ Այն ինչ որ շուկայում կա հիմա, արագ կվերջանա ու վերջ։ Որովհետև ինչ է գալի Չինաստանից ամբողջ աշխարհին։ Ամեն ինչ։ Չէ՞, նույնն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներսում ոչ կոշիկակարգին արտադրվում, ոչ շոր, ոչ էլեկտրոնիկա, ոչ մի բան։ Բայց մարդիկ բոլորը գործ ունեն, այսինքն ուրիշ բան են անում, դրանք չեն անում։ Ու այդ ապրանքները ստանալու են առնվազն 4-5 անգամ, 4-5 անգամ թանկ։ Խնդրեմ ես աննորմալի քաղաքականությունը, եթե սա դիտավորյալ չի, սա սաբոտաժ է, այն ինչ որ պետք է դատեն մյուս սրանց, ես կասկած չունեմ։ Թրամփին, Իլոն Մասկին, իր ֆինանսների նախարարին, իր դատախազին, այդ Մարկո Ռուբիոին, անպայման, դեռ բոլորը պետք է դատվեն ուղղակի։ Ուրիշ բացատրություն ես չեմ գտնում, սան, ու ընդ որում ասեմ, հոդվածը սաբոտաժ։ Որովհետև ինքը ասում է, ես չգիտեմ, որ սենց է լինելու։ Ոնց Նիկոլն ասում, մենք տագետ ենք։ Բա ինչ գործ ունես դե որ տագետ ես։ Ինչ իրավունք ունես այդ բանը, մենք չգիտեինք որ։ Չգիտեի դամար դերես պատասխանատվություն։ Ասում եմ մարդը կարա չիմանա։ Իրեն դա համար չիմանալու համար պատասխանատվություն չի։ Բայց եթե չիմանալով հանդերձ ինքը օրենքը խախտում, հասարակ մարդն էլ գնում է դատարան։ Իսկ ղեկավարը չիմանալու համար ինքը ուղիղ գնում է դատարան։ Ուղիղ։ Համար եմ ասում, դրանք բոլորը դատվելու են։ Տեսնան Կանադան դանայց հանեց իր արտադրությունը, աչքել է, ոչ թե աչքել է, գիտեք ինչ արել։ Տեսնան բան է ստանում, արտոնություն է ստանում, պետությունը մասնավորապես վճարում է իր բանը, ոնց է մասնակի թաքս է վճարում, սենց ասեմ, լավ։ Ուրեմն այս Model Y-ները, Y մոդելները մեծ դիսկաունտ են առաջարկում, որ մարդիկ առնեն, մարդկանց հետի պետք չի, չեն առնում, իսկ Կանադան Տեսլա ներմուծողների համար ինքը ուներ բան, ասկեն վճարում էր մասնակի փոխհատուցում էր գնողներին, որ իրանք էկոլոգիապես մաքուր բան են օգտագործում։ Մի խոսքով այդ ծրագրից Տեսլան դուրս եկավ։ Կանադան հրաժարվեց, ասես Իլոն Մասկ, դու իրավունք չունես իմ երկրում այդ արտոնություններից օգտվել։ Փաստորեն Իլոն Մասկի եկամտի մի մասը վճարում էր պետական բյուջեն Կանադայի։ Պետք է ասեմ, որ վերջի երկու շաբաթվա, ճիշտ ասած, կորուստը ամերիկյան տնտեսության կազմել է մոտավորապես 6-ից 6.5 տրիլիոն դոլար։ 6-ից, որպեսզի պատկերացնենք այդ ինչ թիվը, ամբողջ օգնությունը, որ ամերիկան Թրամփը ես դրոշակ սարքած գոռում է, հա, որ ես օգնելու եմ, ես փող եմ տվել, բանի, Ուկրաինային դա 115 միլիարդ էր։ 115 միլիարդի դիմաց է ամեն ինչ արում, 6.5 տրիլիոն կորուստ։ 6.5 տրիլիոն կորուստ, ուրեմն 6.5 տրիլիոնով, ուրեմն ամբողջ, ինչ ասեմ, ինչքան ուսանող կա, որ բաներ ունեն, իրանց պարտքեր ունեն, որ վճարում է, չէ, համալսարանները մեծ մասը։ Տարին 40-50 հազար մինչև 100,000 դոլար փող արժի սովորելը Ամերիկայի մեծ համալսարանում, ու ուսանողներ կան, մեծ պարտքերով են ավարտում։ Հիմնականում մեծ պարտքերով ավարտում են։ Ամեն ուսանող հիմնականում որ ավարտում է, եթե հատուկ ինչ scholarship չունեցե, մոտավորապես 150-200,000 մինչև 300,000 դոլար պարտքով դուրս է գալի այդ ինստիտուտից, հետո պետք է աշխատի այդ պարտքերի հետ։ Մի խոսքով, ինչքան ուսանողներ կան, դրանց պարտքերը կներվեր։
ինչքան սոցիալական ծրագիր կային, որ sense մարդիկ փողոցներում դրանց համար հյուրանոցներ կարող են նույնիսկ սարքել, հա 6.5 տրիլիոն դոլար։ Ինչ ասեմ, ժողովուրդը։ Դա նույնիսկ բան չի, Ռուսաստանի տարեկան բյուջեից մոտավորապես մի քանի անգամ ավել է։ Կորուստը։ Ռուսաստանի բյուջեից մի քանի անգամ ավել կորուստ է։ Սա։ Ինչի համար։ Ինքը որոշել է, որ սաղին պետք է ու լկտի, ցինիկ։ Մերեք էլ հայտարարեց, որ 75 երկրի ղեկավարներ ասում զանգել են ու համբուրում են հետևս։ Հետույքս։ Ես պատկերացրեցի այս խոսքը, որ ասենք առաջ լսեց Մակրոնը, ինչ դեմքի արտացում կամ ասենք այն գերեզկու այդ պրեմիեր-մինիստրը Իտալիայի, ասենք Բրիտանիայի, հա, պրեմիեր-մինիստրը կամ ասենց։ Հասկանում եք ում է ով է այսօր ղեկավարում Ամերիկայի Միացյալ ասում, եք առաջին օրվանից ասել եմ, սա ամերիկյան Նիկոլն է։ Ուղղակի Նիկոլի մասշտաբներն է փոքր։ Սրա նիկոլությունը համաշխարհային հետևանքներ ունենում, նախ սկզբից ամեն բանի վրա, Ամերիկայի վրա, հետո իհարկե աշխարհի վրա։ Եվ այսպես, չեխերը 72 տանկերն են տալի բանին, ուկրաինացիների աշխարհի լույս, այսինքն չեն թողում Ուկրաինան դերվի, այս տանկերը բոլորը տալիս են։ Մի բան ինչ անենք, եթե հանկարծ Ուկրաինային գրավեց, նա գալու է մեր վրա, թող Ուկրաինան կրվի տանող։ Իսկ այս ընթացքում, այս կորուստների հետ ադմինիստրացիան Թրամփի պատրաստել է Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին միացնելու ծրագիր։ Ու համոզում են ժողովրդին, որ ինքը հենց դիմի իրանց միանալու համար։ Ասում, սա հայտարարություն է։ Սա աննախադեպ, ասես անբացատրելի է։ Ասում մենք որոշել էինք, որ սեղմենք բանը կոճակը, հա։ Հետո որոշեց, որ իսրտե դադարեցնում է սեղմել այդ կոճակը։ Գիտեք ինչի։ Ասեմ։ Որովհետև եվրոպական արտադրողները դադարեցել են, Ամերիկայի ոչ մի չեն ուղարկում։ Audi-ն իր ամբողջ արտադրանքը, որ պետք է Audi-ն, BMW-ն, Mercedes-ը ոչ մի չեն ուղարկում։ Հələ տարիֆները չէր սկսել, բայց արդեն չեն ուղարկում։ Ցանկացած արտադրող ինքը կարող հասկանա, անպայման կհաստատի, որ եթե արտադրական ցիկլը կանգնեց, այդտեղ մի հսկա համակարգ է, տուժում է անգամից, ու այդ համակարգը նորից աշխատացնելը կանգնացնելուց հետո դա սոսկալի դժվար է։ Նախ կանգնացնելը, երկրորդը էլի նորից ստարտ տալը։ Սա անմեղսունակ, կամ սա դիտավորյալ դիվերսիա է, որ էլի բանը հանցագործություն է, կամ անմեղսունակ է, որ էլի հանցագործություն է։ Ընդեր ներում բեկում չկա, փասնակալու, նա վերադառնանք Հայաստան։ Այնակ թոշակառը մին փարոցը կտրել է, երկրորդ կարգի հաշվանդամ է, որպես ինչ ես կտրել, Ոնց, որ իրանց 1 միլիոնանոց շարֆիկ առնեն, Մարիկ ջան, 1 միլիոնանոց շարֆիկ պետք է գցի, դու ինչի պետք է թոշակ ստանաս։ Որ ասում եմ գլենդելու, այդտեղ ծնվել եմ, այդտեղ մեծացել եմ, քանդել են տուն են տվել, ինձ կվարձիր եմ, մի փուչուր բուն են տվել, խափել են ինձ։ Դու գնամ դու գյուղից Իջևանից եկար դարար միլիոնատեր, ես է քաղաքից գնամ գյուղերը, որ փարոցը ստանամ, փարոցը գլխիդ կապնի, թոշակն է գլխիդ կապնի, այն ասու ցավն է գլխիդ կապնի, որ մինուճար տղա ունես գեղի քուչեք ապրում, դու ես ծնող ես, դու ես մարդ ես ղեկավար ես, այ ոչխար, այս անպայման ցույց կտակ, այ հիմար, դու մարդ ես, դու ղեկավար ես, դու ամենա ստորտը, դու Ավինյանը, ասում ես, ասեք մենք կանենք, բա խիչ արեցիր, որ փարոցս կտրեք, բանում, քանակերում տուն առնես, հա։ Ես ասում ամենաստորն է, հիշում եք, մեկ հարությունը ինչով սկսեցինք։ Հիշում եք, ոստորությունը ասում է, վախեցեք թույլը ես նրանք են անում։ Այո, ստորություն անում են բացառապես թույլերը, տատիկը ասում ամեն ինչ։ Եք կարողանում ղեկավարեք, հեռացեք, գնացեք, բավ է, ինչքան զիջենք, իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում։ Միշտ ես հիշում եմ այն պարսիկներին, երբ որ մեր
Սուրբ Համբարձման եկեղեցու վրա Բերձորում կարդացին կարգախոսը թաղեցյալ լինիմք, բայց ոչ խոնարհիմք։ Ես բազում անգամ կրկնել եմ, ասած պարոն Մելիքյան, դուք հավերժական ժողովուրդ եք, եթե այդ կարգախոսը ձեր եկեղեցու վրա է դրված, մենք պետք է դա վերականգնենք, ոգին վերականգնենք եւ ամեն ինչ կընկնի իր տեղը, մի անհանգստացեք, ես լիահույս եմ, որ Հայաստանը լինելու է եւ հզոր Հայաստանը լինելու։ Եվ ես հարցում չկա, չէ, որ չասեմ, երբ որ մենք վերականգնենք մենք հոգին, ոգին, բարոյական չափանիշները, ստանդարտները մեր բարոյական ապրելու, ստանդարտները, չգրված օրենքները։ Մեր դավանանքն է դա։ Հասկանում եք, դա քրիստոնեություն չի։ Մեր դավանանքն է, մեր չգրված օրենքները, բարոյական սահմանումները։ Եթե մենք հավատալի մնանք, ինքնաբերաբար ամեն ինչ կազմելու է։ Ինքնաբերաբար, ասենք այդ սահմանները, այդ սահմանումները բարոյական, կրոնի հետ կապ չունի։ Մարդ կարող է անհավատ լինի, կարող է, չգիտեմ, մահմեդական լինի, ագնոստիկ լինի, չգիտեմ, կարող ում է հավատում, Սպայդերմենն է կարող հավատում, էական չի։ Բայց այդ ամեն ինչ բոլորի համար ընդունելի է եւ ընդհանուր է։ Որովհետեւ դրանք ընդհանուր եւ ընդունելի է բոլոր հասարակարգերում։ Ինչքան նորմալ հասարակարգեր կա, որ դուք մտնում եք, չգրված օրենքները աշխատում են ինքնաբերաբար։ Ինքնաբերաբար դրանք աշխատող են, ընդհանրապես դրա վրա է կառուցված հասարակությունը։ Եթե մենք վերադառնանք պարզ դրա, մեզ ավել բան անել պետք չի, ամեն ինչ կվերականգնենք։ Նիկոլ Փաշինյանը դիմադիրներին ասաց, «Մատ թափ կտամ ձեր վրա, պետք լինի ուրիշ բաներ»։ Ես դուր տվեց այդ խուլիկան ծնունդը, իրաք կգա հետ միասին։ Գետին մտնելիքն էլ, քոր լևոնել միասին, մեր երկիրը չծաղկել։ Զոմբիներ ասում թե որտեղ են, անասուն հողեր սաղկվեց, Ինձ հետաքրքիր կա, ինձ հետաքրքիր է, մարդ կա, որ այս պարզ ճշմարտությունն հասանելի չի։ Ազնիվ խոսք ինձ դա հետաքրքիր է շատ։ Թող հողերը չծաղեր, Ազիջան պատերազմի մեջ ենք, ում է խաբում, հողեր տալով պատերազմը բրծնում, հա, մեզ էլ է ծաղել, չծանվել արգանդը մոտ, չորանար։ Ափսոս ուշ է։ Ափսոս ուշ է, բայց ասեմ, այս խոսքերը ոչ միտեղ չեն գնում, այս վերաբերմունքը ոչ միտեղ չի անհետանում, անպայման այս վերաբերմունքը, այս խոսքերը ունենում են իր ազդեցությունը։ Դա համար եմ ասում։ Ես գիտեմ, որ երբ որ ասում եմ 26 թիվ, շատ հետևորդներ միանգամից ոնց մենք այսքան հալիսանց պետք է հանդուրժենք, դե Աստված տենց վաղը լինի։ Դա չի որ ես ուզում հանդուրժեմ։ Բայց հասկացեք մի բան, այն որ ձեր համար շատ հեռու է թվում, իրանց համար դա վախենալու մոտ է, շատ վախենալու շոշափելի մոտ է, որովհետև բա ինչ են անելու իրենք հաջորդ տարի, ողջ կլինեն, ողջ չեն լինի, ինչ վիճակում կլինեն, ում մոտ կլինեն, բանտում կլինեն, ինչ կլինեն, իրանք չգիտեն, հասկանում եք, այո, մեր համար դժվար է, բայց վստահ եղեք, շատ ավելի դժվար է իրանց համար, ու ես չեմ ասում իրանց խղճահարություն առաջացնելու, չէ, թող իրանք լսեն եւ ճիշտ հետևություն անեն մանավանդ հիմա ուժայինները։ Դուք դեռ ժամանակ ունեք օգտվել հնարավոր ամնիստիայի, ասենց ասեմ, հնարավորություններից։ Աշխատեք այդ ուղղությամբ, մտածեք այդ ուղղությամբ։ Ձեր այդ վայրենիներին հետ պահեք ժողովրդից։ Ոնց ուզում ալին ես ակտիվանալու է մայիս ամիս է գալիս, ապրիլի 24-ը գալիս։ Իմ ջերոց ապրիլի 24-ի համար շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միանում են ապրիլի 24-ին պիղծերին արգելել ցեղասպանության հուշահամալիր մուտք գործելու այդ կոշին, շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ ընկալման համար, կուզեք խմբակային արեք այդ կոչը, կուզեք ձեր անձնական հայտարարություններով արեք, բայց բոլորս միասին ասում ենք մի պղծիր քո պիղծ ներկայությամբ ցեղասպանության հուշահամալիրը գրեք ամեն օր, հայտարարեք ամեն օր, եթե միություններ կան, կուսակցություններ կան, հայտարարություններ տարածեք, չգիտեմ, բաներ ստեղծեք, բաներներ ստեղծեք, պոստեր ստեղծեք, խմբեր ստեղծեք, որ
այս տականքը չգնա։ Եթե չգնա, շատ լավ, կասենք պիղծը չպրծեց հուշարձանը, եթե գնա, ավելի լավ թե այդքան բանը կարդալով, գնա մի հատ էլ կարդալ, չեմ ասում, որ ցեղասպանություն այդ ապրիլի 24-ը նման պլակատներով իրանք պետքա դիմավորել։ Նման պլակատներով, ասկա պետքա ունենալ գրած եւ չգրած պլակատներ, որ եթե գան գրածները վերցնեն, չգրածները ոչ չեմ կարող վերցնել, թող չգրածներն էլ վերցնեն, ինչի՞ է չգրած, որտեղ ամեն ինչ բարձ է, ինչ գրենք։ Ինչ անենք, ինքը պարտված է։ Բայց մի բան պետք է անենք։ Առնվազն գոնե մենք իրար կտեսնենք, ասենց, հիմա ո՞նց ենք տեսնում, չէ՞, տեսնում ենք ով է տարածում, ով համաձայն։ Այնպես վիրտուալ աշխարհում էլ կտեսնենք, կենթանի հողի վրա էլ կտեսնենք, ասենք, շնչա, կենթանի շփման մեջ, այո, որ մենք դեմ ենք, որ պիղծը բրծի մեր այս հուշարձանը։ Եվ ցեղասպանության օրը, այդ հիշատակման օրը պետք է վերափոխել պահանջատիրության օր, որ սա ընդհանրապես ինքնասպան լինի։ Չէ՞ որ սա ավելի ճանաչում որ պահանջատիրությունից հրաժարվենք։ Չէ։ Հակառակ, սա պետք է լինի հենց պահանջատիրության օր, սա պետք է դառնա կարգախոսներից մեկը։ Այսինքն այն ինչ որ ինքը ուզում էր աներ, հակառակ պետք է աշխատի։ Հակառակ։ Դա բնության օրենք։ Դա հոգեբանություն է, որ մենք ստեղծում ենք, մարդը հակված է հակառակն անելու, չէ՞։ Մենք պիտի հակառակ։ Այսօր մամայ այսքանը, լավ մնացեք։